ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ էության հնչող ազդակները եւ տեղի ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Վառապացույցն այն կրակոցները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք էր գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը եղել է Հայաստանի առաջարկը եւ Ադրբեջանը մինչեւ հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարոն վարչապետ ձեզ ամստալություն հայտնելու գործընթաց է փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։